վճարում եւ որ մասով է որ դուք էլ օրինակ մտածում եք այդ մասին եւ գուցե նախաձեռնություն լինի, որ եկեղեցին հարկային դաշտում հայտնվի։ Ճիշտ ասած, նման քննարկում եւ նախաձեռնություն այս բանը չկա։ Հարկեր վճարում են։ Չէ, ես հարցնում եմ, որ մասով է այս բային եկեղեցին հարկեր։ Չէ, իշխանությունը բարբերաբար է խոսել այդ մասին, հիմա էլ խոսում է։ Նկատում եմ ես այս բանը ասում, ես ինքս էլ որևէ քննարկման չեմ մասնակցել, նման քննարկում Դուք հայրաքելական եկեղեցու հետևորդ եք։ Այո։ Եվ ինչպես եք վերաբերում այս օրերի եկեղեցու նկատմամբ իշխանության տարբեր ներկայացուցիչների, այդ թվում եւ երկրի վարչապետի գրառումների վստահ կարծում եք դա պետք նախագահի կողմից Եվ քաղաքական թիմի անդամ եք, պիտի կիսում եք, հա, բոլոր այդ գրառումները։ Ես որևէ կուսակցության անդամ չեմ ասենք այդպես քաղաքական թիմի։ Երկրորդն էլ դա չեմ կարծում պետք նախագահի մեկնաբանության հարցը։ Դա քաղաքացի որպես ինչպես եք վերաբերվում, որպես հայ քաղաքացի։ Արգելից հիմա ես որպես պետք նախագահ այստեղ կանգնած ձեր հարցերին եմ պատասխանում, հետեւաբար թույլ տվեք չմեկնաբանել դա իմ աշխատանքը չէ։ Արգելից նորից նույն հարցն եք տալիս, ես նույն պատասխանն եմ կրկնելու։ Եվ որ ասում են, որ պետք է թափանցիկություն ապահովի եկեղեցին, ինչ նկատի ունեն, եթե եկեղեցին հարկեր վճարում է, թափանցիկություն ասելով ինչ են ասում, դες այս հարցը չի հետաքրքրում։ Եվ ինչ անհրաժեշտություն կա։ Անկեղծ ասած չեմ լսել ինչ կոնկրետ ինչ թափանցիկության մասին է, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին։ Ես իմացի հետ մասով ներկայացեք, պարոն Հակոբյան, եկեղեցի հարցը տրված է, պատասխանը։ Հա, հարկերի վերաբերյալ թափանցիկության մասին եք ասում։ Եւ առասարակ ասում են անկեղծ ասած այս պահին որ ասեմ հստակ տիրապետում եմ թե որ անթափանցիկության կամ թափանցիկության մասին է խոսքը, այն մասով ինչ մասով որ եկեղեցին հարկ վճարում է, այդ հարկերը վճարում է։ Որևէ խնդիրներ չկա հարկ վճարում։ Այս պահին որևէ խնդիր, այսինքն իմ պետական եկամուտների կոմիտեի նախագահ եղած ժամանակաշրջանում նման խնդրի չեմ առնչվել, բայց քանի որ հարցը բարձրացնում եք, ավելի մանրամասն փորձենք հասնել, եթե նման խնդիր կա։ Այսինքն անհիմն է քննադատությունները, եթե հարկերը վճարեն, անհիմն է այդ քննադատությունները, մեղադրանքները, այսինքն եկեղեցին հարկերը վճարում, ամեն ինչ նորմալ է։ Հարկերի մասին վերջի շրջանում ճիշտ ասած խոսակցություն որպես այդպեսի ես չեմ հիշում, որ եղած։ Անցած տարի ես պետական եկամուտների կոմիտեում չեմ եղել։ Առանձին պատգամավորներ հիմա էլ են խոսում, դուք տեսնում եք անհրաժեշտություն ուսումնասիրել եք հարկերի վճարման բանը, եկեղեցու հետ կապված պարտականությունները եւ ինչ որ խնդիր է ստեղծում։ Տեսեք, մենք վարչարություն ենք իրականացնում, եթե վարչարության ընթացքում կնկատենք որևէ խնդիր, այդ համապատասխան գործիքակազմով կտեղեկացնենք, կհուշենք մեր եկեղեցուն, որ այս խնդիրները կան, խնդրում ենք շտկեք։ Այսինքն այս բանին կարող ենք արձանագրել, որ այդպիսի խնդիր ձեր վարչարությամբ չէ։ Ես ասացի չեմ առնչվել այս ընթացքում իմ կառավարման, բայց ես ասացի, որ ինքս այտենց մանրամասն չգիտեմ, թե որ մասով է վճարում եւ որ մասով ոչ, այն մասով, որ առևտրային գործունեություն է իրականացնում, այդ մասով պարզ է, որ պետք է վճարի։ Այն մասը, որ իր հիմնական եկեղեցական գործունեությանն է վերաբերվում, այդ մասով հարկեր որպես այսինքն վճարում է առևտրային գործունեության մասով եկեղեցի վճարում, երբ որ հարկ է, չէ, վճարում նման միտք եք արտահայտել։ Ես ասել եմ, որ հարկերը պետք է վճարենք, որպեսզի կարողանանք լիարժեք երջանիկ դառնալ։ Պարոն Հակոբյան, դրանում է կայանում է քաղաքացիների երջանկությունը։ Հարկատու գիտեմ, հարկերը վճարում, բայց այնքան Իսկ երջանկությունը ինչպես եք սահմանում դուք։ Երջանկությունը օրինակ ոչ բարձր հարկեր, օրինակ ինչպես մտավ շրջանառության հարկը, հաստատ դա չի երջանկացրել ոչ։ Տանում եք նյութական դաշտ։ Ես ավելի հայեցողական հարց եմ բարձրացնում։ Բայց նյութական աշխարհում Չէ։ Դա դուք եք նյութական աշխարհում ապրում եւ անկեղծ ասած խորհուրդ կտամ հոգեվոր կյանքով էլ ապրել ձեզ։ Դուք հասկացաք ես ինչ նկատում եմ նյութականության վերաբերյալ։ Պարզ է, ես հարկ վճարելու մասին երբ խոսում եմ, տեսեք, ես ասում եմ հարկ վճարելը դա պետք է սկսենք դիտել որպես ներդրում մեր կողմից։ Ներդրում մեր մեծ ընտանիքի բյուջե։ Մեծ ընտանիքի բյուջե ասելով ինչ է, այսինքն օրինակ ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ իմ ընտանիքի անդամ։ Եթե ես ձեզ բոլորիդ վերաբերում եմ ընտանիքի անդամ, յուրաքանչյուրս իր ներդրում պետք է ունենա այդ ընտանիքում, որպեսզի կարողանանք ընդհանուր շահերից բխող գործողություններ անել։ Տարբեր բաներ վարչապետն էլ էս վերջի ելույթի ժամանակ նշեց. կրթություն, առողջապահություն, ճանապարհներ, անվտանգություն,
բազմաթիվ բաներ, առանց որոնց երջանկություն ունենալը անհնար է։ Բայց տեսեք, Տեսեք, դուք հիմա ինձ վճարում եք, տեսեք, կա տարբերություն ճիշտ է։ Աշխատավարձ եք ստանում եւ հարգվում եք նույն հարկային օրենսգրքով եւ բանով, ինչ որ մենք, որոնք ովքեր ստանում են օրինակ ավելի ցածր աշխատավարձ, հետեւաբար այդ հավասար ընտանիքի մոդելը չի Տեսեք, պահպանվում։ հետաքրքիր հարց եք տալիս, բարձր աշխատավարձի մասին չքննարկենք, թե ով ումից ինչքան շատ է ստանում, յուրաքանչյուր մարդ իր բարձր աշխատավարձի իմ աշխատավարձերը ճիշտ ասած հրապարակված են։ Չգիտեք թիվը։ Հայտարարագրում հրապարակված են, կարող եք հանգիստ տեսնել։ Ամսական 1.7 միլիոնի շրջանակներում։ Շուրջ 2 միլիոն փող եք ստանում։ երջանիկ չլինի։ Չէ, տեսեք, դրանք ամեն ինչ հերթով, դրանք Ձեր ընտանիքի անդամները ամբողջը հրապարակված են, իսկ ինչ վերաբերում է հարկին, լսեք, հարցը տալիս եք, լսեք, որպեսզի պատասխանեմ։ Ինչ վերաբերում է հարկին, յուրաքանչյուրն էլ իր ստացած աշխատավարձի եւ եկամտին համեմատորեն պարզ է, որ ավելի շատ է վճարում։ Այսինքն, եթե օրինակ ձեր աշխատավարձը ավելի ցածր է կամ իմը կամ հակառակը, յուրաքանչյուրս էլ համապատասխան հարկերը վճարում ենք։ Ես ինքս միշտ վճարել եմ եւ շարունակում եմ նորմալ վճարել։ Դա խնդիր չկա։ Հիմա ինչ է տեղի ունենում, ներդրում ենք կատարում եւ այդ ներդրման արդյունքում ձևավորվում են հանրային բարիքներ, որոնց մասին նշեցի, առանց որոնց երջանիկ լինելը անհնար է։ Հիմա այս ընկալման մասին է խոսքը։ Ես չեմ ասում հարկ վճարելն է երջանկություն։ Ասեմ հարկի վճարման արդյունքում մենք հասնում ենք լիարժեք երջանկության ոչ թե մեր համար առաջին հերթին, այլ բոլորիս համար։ Հակոբյան վերջերս պաշտոնապես հայտարարվեց, որ վարչապետի տիկինի իր շարժումը կրթվել է նորաձևը, փաստորեն իրականացում է պետբյուջեի հաշվին, դա պաշտոնապես հաստատվեց։ Այստեղ որևէ դուք խախտում չեք տենում, նորմալ է դա։ Անկեղծ ասած ես տեղյակ չեմ ինչ միջոցների հաշվին է դա տեղի ունեցել։ Մենք եկամուտներ ենք հավաքագրում կամ ապահովում ենք հարկվճարողների կողմից մուտքը մեր պետական բյուջե, ծախսային ծրագրերով չենք զբաղվում։ Դրա համար տեղյակ չեմ ինչ ծախսերի մասին է խոսքը։ Կառավարության դուք հայ եկեղեցու հետևորդ եք եւ Մի րոպե հերթով։ Դուք մի քիչ առաջ հարց տվեցիք, հիմա լսենք գործընկերը չէ, հետո վերադառնանք ձեզ։ Հետևորդ եք ասացիք եւ վստահաբար այցելում եք եկեղեցի։ Դուք երբ որ եկեղեցի եք գնում, եկեղեցին ձեզ համար չուլայանոց է, որտեղ օրինակ տեսել եք կոշիկներ կամ կառավար վարչապետի բառապաշարով ասած։ Ես այնտեղ որտեղ որ այցելել եմ, չեմ տեսել անձամբ, եթե նման արտահայտություններ են եղել, ենթադրաբար ինչ որ տեղերում ինչ որ բաներ են նկատվել, դրա համար է արտահայտություն եղել, բայց ելի եմ ասում, դա իմ մեկնաբանության հարցը չի։ Կառավարության նրանք դժգոհություններ ունեն, ասում են, որ հարկերի բարձրացումը դժվարացրել է իրենց կյանքը։ Այս դեպքում այս խնդիրներն ինչպես է լուծվելու, որովհետև փոքր եւ միջին ձեռնարկատերերը ասում են, որ շուտով փակվելու է մեր տնտեսությունը։ Ենթադրում շրջանառության հարկափոխությունների մասին եք խոսում։ Տևական ակցիաներ։ Այո, տևական ակցիաներ տեղի ունեցան, ես ինքս անձամբ բոլորի հետ էլ հանդիպել եմ, տարբեր ակցիաների ներկայացուցիչների հետ հանդիպել ենք, բացատրել ենք։ Ավելին ասեմ, տեսեք ինչն է հիմնական խնդիրը։ Հիմնական խնդիրը նա է, որ մարդիկ անհանգստանում են փաստաթղթավորել իրենց վաճառքները եւ իրենց ձեռքբերումները եւ ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում եւ ավելի մեծ եկամուտներ ստանալ այլ հավասար պայմաններում։ Հիմա մենք ինչ արեցինք, կառավարությունը ընդառաջ քայլ արեց, ասեց, քանի որ դուք անհանգստություն ունեք հարմարվելու նոր մոտեցումներին։ Գույքագրելու մասին է խոսում, դեռ ասում են, որ խնդիրներ է դա ստեղծում եւ Այո, հիմա դա իրականում վաղուց է դա հայտարարված, ասենք տարի, եթե ոչ 2 տարի այդ հարցերը քննարկվել են եւ ընդհանրապես հունվարի 1-ից ներդրվել է։ Հիմա ինչ արեց կառավարությունը։ Կառավարությունը ասեց, լավ, ընդառաջ գնաց 6 ամիս աջակցության ծրագիր ներդրեցինք, որից օգտվելով հարկ վճարողների շրջանառության այդ ժամանակաշրջանի համար կարող էին իրենց հարկային պարտավորությունները նույն մակարդակում պահել, մինչև իրենք կհարմարվեն այդ փաստաթղթավորման ու նոր հաշվառման ռեժիմին։ Հիմա, երբ որ նայում ենք օրինակ առաջի երամսյակում, անկեղծ ասած քիչ են դիմորդները, դա խոսում է նրա մասին, որ մարդիկ ավելի շատ նախընտրում են մնալ ստվերում, քան դուրս գալ։ Հիմա ուրիշ բան ասեմ։ Ես ինքս բաց եմ եղել, թափանցիկ եմ եղել, նույնիսկ էլեկտրոնային իմ հասցեն հրապարակել եմ, ասել եմ հարգելի քաղաքացիներ, բոլորդ կարող եք գրել ինձ։ Տեսնենք ինչն է խնդիրը։ Մենք բախվել ենք մի քանի օրինակների հետ
Երբ որ քաղաքացին օրինակ այդ շրջանառության հարկվճարով այդ հաշվեկները ներկայացնում, երբ որ մենք այդ թվերի հիման վրա նայում ենք, թե ինչ է իրականում տեղի ունենում, շատերը ուղղակի չեն հասկանում, որ օրինակ այս նույն համակարգի պայմաններում իրենց հարկը կարող է նույնիսկ նվազել։ Իսկ բարձրացումների դեպքում էլ շատ չնչին բարձրացումներ են։ Հետևաբար խոսել նրան մասին, որ հարկերը բարձրացել են, կարծեմ տեղին չէ։ Այստեղ ուղղակի նոր փաստաթղթավորման, գույքագրման ռեժիմի հարմարվելու հարց է, որը կարծում եմ բոլորս ենք ուզում, մենք չենք ուզում, որ ստվերում մնան գործակները։ Իսկ ստվերում մնալու դեպքում խոշորներն են տեղավորվում այդտեղ, մարդիկ են անդադ մնում այդ փոքր չափի գործունեության մեջ եւ իրենք հնարավորություն չեն ունենում աճելու եւ իրենց այդ ասած ներդրումը կատարելու մեր պետք է։ Բայց եթե ես տնտեսությունը հիմա փակեն, շատերն ասում են, որ մենք փակում ենք, որովհետեւ ձեռք չի տալիս այլևս աշխատել։ Անկեղծ ասած, առողջապահ զբաղողներն էին այդ դժգոհությունը հայտնում։ Դե տեսեք, մենք ներողություն 3-4 տարվա հակոստը ինչպես պետք է գույքագրենք, ինչպես են պատկերացնում։ Մենք ձևերնել ենք, նույնիսկ ձևերնել ենք մշակել, հրապարակել ենք, բոլորին ծանուցել ենք էլեկտրոնային, բոլորի հետ անհատական աշխատանք ենք տանում, բողոքներ կան, բողոքներին պատասխանում ենք, բայց ամենահետաքրքիր բանը լսեք, այդ բողոքներից հետո, երբ որ նայում ենք վիճակագրությունը, զուտ առումով շրջանառության հարկի համակարգում տնտեսվարների քանակը աճել է։ Հետևաբար այդ խոսակցություններն էլ են ավելի շատ նորից էլի ասում իմ ասած տրամաբանության մեջ, որ իրանք պետք է կարողանան հարմարվել այս նոր ռեժիմին հաստատարումը։ Պարոն Հակոբյան, նախկինում այս իշխանությունները ասում էին, ներկայացուցիչները ասում էին, որ հայտնի օլիգարխները կարակ են ներմուծում զուգարանի թղթի անվան տակ։ Հիմա նման մախինացիաներ արվում են, թե չեն արվում։ Կոնկրետ նմանատիպ իրավիճակի ես ինքս չեմ հանդիպել։ Իհարկե կան տնտեսվարող սուբյեկտներ, որոնք փորձում են այլ ապրանքների անվան տակ գրանցումներ անել, բայց դա էլ ունենք գործիքակազմ։ Մենք ունենք մաքսային վերահսկողության գործիքակազմեր, այդ թվում նույնիսկ եթե սահմանին ինչ-որ մի բան օրինակ չստացվի վերահսկել, որտեղ ռիսկի համակարգի աշխատում, երբեմն լինում են օրինակ ավտոմատ բարձթողումներ, մենք նաև Հայաստանի ներսում հետբարձթողումային վերահսկողություն ենք անում, նման դեպքերում վերանայել ենք տալի, համապատասխան դեպքերում էլ ակտավորումներ ենք իրականացնում։ Եվ պարոն Հակոբյան, բյուջեի Prokuror. 50%-ով իրենց կյանքը բարելավել է ձեր կողմից։ Անկեղծ ասած նորից էլի պետական եկամուտների կոմիտեի շրջանակում չէ, պարզապես քանի որ լսել եմ եւ նաեւ մենք էլ ենք հետևում ցուցանիշներին, տեսեք, խոսքը միջին աշխատավարձերի համեմատության մասին էր, ինչ որ վարչապետը հնչեցրել է։ Այո, երբ որ նայում ենք միջին աշխատավարձերին, աճեր կան, այսինքն միջին քաղաքացին Հայաստանի Հանրապետությունում բարելավել է իր կյանքը, եթե գնաշներ օրինակ այդ անվանականից հանում ենք, այդ չափով բարելավում կա։ Դա դեռևս չի նշանակում, որ բոլորի մոտ համաչափ է։ Դա ուղղակի ընդհանուր տենդենսն է այդպեսին։ Ու իրականում այո, բարեկեցության այդ առումով միջինում բարելավում կա։ Գնաճը ինչքան է քանում կներեք։ Հիմա չափը ճիշտ ասած 2025-ին գնաճը կազմել է 7.4%, մրգերը թանկացել են 13.4%, բանջարեղենը 29%։ Մի քանի տարվա մասին է խոսքը։ Հիմա մի քանի տարվա մասին է։ Այդ ինչ որ հնչեցրել է վարչապետը, գները հանած նաև հնչեցրել է, թե ինչքան է բարելավում միջին քաղաքացու կյանքը։ Պարոն Հակոբ, հարցնես։ Ես գնաճ կա սննդի առաջնային սննդի շուկայում օրինակ միջին որակի ձեթը թանկացել է 120-ից 150 դրամով եւ դա Հայաստանի քաղաքացիների համար լրջագույն խնդիր է ավել վճարել։ Դուք ինչպես եք տեսնում այս խնդրի լուծումը ինչպես։ Ճիշտ ասած դա պետական եկամուտների կոմիտեի աշխատանքի տիրույթում չէ, կարծում ավելի ճիշտ կլինի այդ հարցը ուղղեք գնաճի հետ աշխատող կառույցին, որը կենտրոնական բանկն է։ Պարոն Հակոբյան, Հայաստանը Ադրբեջանի հետ ապաշրջապատման հարցով բանակցություններ է վարում, տարբեր առաջարկներ է ուղարկում ադրբեջանական կողմին, այդ մասին վարչապետն է հայտարարում, որ առաջարկները տարբերաբար առաջարկում են։ Հիմա ես ուզում եմ ձեզ հարցնել, քանի որ այստեղ շատ քննարկումներ, ինչ որ խնդիրների մասին բարձրաձայնումներ կան, ուզում եմ հասկանալ Հայաստանը այն ռեժիմը, որ առաջարկում է Ադրբեջանին, նախ ձեր կառույցը վստահաբար այս քննարկումներում կամ այս առաջարկների նաև որպես մարմին, որը հետո խնդրին առնչվելու է, տեղյակ է, ինչ կոնկրետ մեխանիզմ է առաջարկվում Ադրբեջանին իրենց տարածքից
Հայաստանով իրենց մյուս տարածք անցնելու համար։ Խոսքը այստեղ հենց գնացքների մասին է, որովհետև այս փուլում հենց գնացքների մասով են առաջարկները, այսինքն երկաթգծի շահագործման մասին է։ Ճիշտ ասած, այն ինչը հրապարակման ենթակա է, կարծում եմ եւ վարչապետը եւ աշտենքային խմբի ղեկավար համապատասխան փոխվարչապետը հրապարակում է։ Ես ընդհանրապես տարբեր առիթներով եղել է դրա մասին խոսել ենք, այդ թվում նաև բարբերաբար ինձ հարց են տալիս Թուրքիայի սահմանի բացման հետ կապված։ Մենք մեր խնդիրը մաքսային վերահսկողությունը կազմակերպելն է ցանկացած սցենարի դեպքում։ Այդտեղ խոսում ենք օրինակ ապաշրջափակման մասին, սահմանների բացման մասին, ուղղակի պետք է այդ սցենարներին պատրաստել։ Հիմա ես հստակ ասել եմ, որ մենք սցենարներին պատրաստ ենք այն առումով, որ ունենք օրինակ նույն մարգարայի կետը ունենք համապատասխան սարքավորումներ եւ գործիքներ, որոնք հնարավորություն կտան ցանկացած սցենարի ադապտացվել եւ մեր մաքսային վերահսկողությունը իրականացնել։ Սրա մասին է խոսքը։ Հիմա եթե խոսքը կոնկրետ հայ-ադրբեջանական այդ երկաթգծի շահագործման մասինն է, եթե այստեղ օրինակ կողմերը հասնեն քաղաքական համաձայնության եւ արդեն երկաթգիծը գործի, մաքսային վերահսկողության հնարավորություն ՊԿ ունենալու է, այսինքն այդ գնացքները, որոնք անցնելու են Հայաստանի տարածքով, ամբողջությամբ այդ բեռների մասին, պարունակության մասին ինֆորմացիան դուք ունենալու եք եւ խնդրի դեպքում ունենալու եք նաեւ լծակ այն ստուգելու։ Այսինքն այդտեղ ոչ մի տեսեք, ցանկացած հարց, որ քննարկվում է եւ խոսվում ենք Հայաստանի սահմանի հատման մասին, այո, այդտեղ կա մաքսային վերահսկողության հարց եւ միշտ մաքսային վերահսկողության հարցը լինում է օրակարգային հարցերից մեկը, թե ինչպես է կազմակերպվելու։ Այդ տեսանկյունից ես ասացի, սցենարներին պատրաստ ենք, իսկ կոնկրետ այդ խոսակցությունը ես տեղակ չեմ։ Իսկ այդ դեպքում, երբ որ քաղաքական պաշտոնյաների պատասխանատուների կողմից խոսվում է դյուրացված անցում կազմակերպելու պատրաստակամության մասին, այստեղ ինչ է առաջարկվում Ադրբեջանին, որ օրինակ չի առաջարկվում մյուս անցումների դեպքում։ Ինչով է տարբերվելու սա։ Այդ դյուրացումը ինչ է նշանակում, կբացատրեք տեխնիկապես։ Տեսեք, կան տարբեր քննարկումներ, որոնց արդյունքները ինստիտուցիոնալ ձևով հրապարակվում են համապատասխան աշտանքային խմբի ղեկավարության կողմից։ Երբ որ նման հրապարակումներ կլինեն, կլսեք։ Իսկ դյուրացում ասելով, եթե ընդհանրապես, տեսեք, եթե որպես որն է դրա պրակտիկան, հիմա էլ մենք կյանքում, ասենք մենք մեր կյանքում ունենք ռիսկերի համակարգ, որտեղ ավտոմատ կերպով ինչ որ ցուցիչներ ուսումնասիրելով մեր համակարգը ինչ որ ապրանքներ ուղարկում է կանաչ ուղի, ինչ որ ապրանքներ դեղին ուղի, ինչ որ ապրանքներ կարմիր ուղի։ Դրանք օրինակ կանաչ ուղի գնալը նշանակում է, որ առանց որևէ խնդրի կարող է անցնել սահմանը, որովհետև հայտարարագիրը նախորդ դրացվել է, որևէ ռիսկ չկա տվյալ ապրանքի հետ եւ ինքը սահմանը անցնում է։ Կամ օրինակ ավտոմատ բաց թողնման համակարգ ունենք, արդեն պիլոտավորեցինք, որտեղ էլի այդ ցուցիչների ուսումնասիրության արդյունքում ներմուծումը ավտոմատ բաց է թողնում սահմանին, որտեղ մենք տեղեկատվություն ունենք, որ ինքը ռիսկային է։ Այո։ Եվ ընթացքում որևէ միջամտություն այսինքն չի լինում այնպես, որ օրինակ մենք չգիտենք ինչ է անցնում սահմանին եւ ավտոմատ բաց ենք թողնում։ Այսինքն այդ մեխանիզմները վաղուց կան։ Հիմա եթե օրինակ խոսքը կոնկրետ Ադրբեջանի դեպքում է, երբ դուք տեսնեք այն բեռը, որ անցնելու է, տեսնեք խնդիր, դուք հանգիստ կկարողանաք այդ բեռը ստուգել եւ թույլ տալ կամ թույլ չտալ, այսինքն մենք մեր վերահսկողությունը, մեր իրավասությունների շրջանակներում մաքսիմալ վերահսկողությունը անելու ենք այնպես, ինչպես անում ենք հիմա ցանկացած սահմանի դեպքում։ Հիմա այդ ռեժիմը մենք ում հետ ունենք, այդ ասած որ հայտարարագրերը մեր բոլոր բաց սահմանների հետ, Իրան, Վրաստան։ Բայց այդ դեպքում ինչն է, որ մենք ինչ ենք առաջարկում Ադրբեջանին, որ օրինակ դրա մասին ասացի, իմ տիրույթում չէ, դա արդեն ավելի շատ թե ինչ սցենար կքննարկվի եւ կհայտարարվի դրա մասին։ Վերջի հարցը ու գնանք։ Վրաստանում տեղի ունեցող արդյոք ձեր կարգավորման տիրույթում է թե ոչ բեռների արտահանման հետ կապված եւ ինչպես պետք է այդ խնդիրը լուծվի, որովհետեւ նաեւ դա ինչ որ առումով հարկային մուտքերի հետ կապված է խնդիր տալու շատ գործարաններ հիմա աշխատողներին ուղարկել են տուն, արտադրությունը դադարեցրել են, այդ հասկացաք ինչ եմ ասում։ Լավ նորություններ կան, որովհետեւ արդեն բեռները տեղաշարժում են դեպի Ռուսաստան, արդեն վերջին օրերին սկսել է այդ process-ը, ոչ թե ինքը բազմակողմանի հարց է։ Այսինքն երբ որ մաքսային սահմանով անցնում է, ինչ որ տերմինալով վերահսկողություն են իրականացնում եւ եթե ինչ որ ապրանքի մեջ փորձակնություն անելու կարիք կա, հիմա փորձակնության մասին է, այսինքն Վրաստանի մեր գործընկերները փորձակնություն են իրականացնում եւ այդ փորձակնության արդյունքներով հասկանում են ինչ անեն, բայց լավ նորությունը նա է, որ արդեն հոսք կա։ Այսինքն ինքը ոչ թե ՊԵԿ-ի տիրույթի հարց է որպես այդպեսին, այլ ՊԵԿ-ին առնչվում է այնքանով, որ
ինքը սահմաններ է հատում եւ մաքսային վերահսկողության շրջանակներով է անցնում։ Բայց եթե Վրաստանի տարածքում չի իրացվել, օրինակ այդ կոնյակը ինչ կարիք կա ուսումնասիրել։ Ընդհանրապես, տեսեք, սովորաբար տարանցիկ ռեժիմների դեպքում համեմատաբար մեղմ են լինում։ Ժամանակ առ ժամանակ տվյալ երկիրը իր հայեցողությամբ որոշում է ինչ-որ փորձակնություններ անել։ Հիմա այս պահին այդ իրավիճակում ենք։ Շնորհակալություն։